Սիրելի քույրեր եղբայրներ, բարի եկեք Աստծո տունը, Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, աշակերտները այս օրերին հարություն տեսած Քրիստոսին են տեսնում եւ նոր են հասկանում, որ Հիսուս ինքը Աստված էր, Աստծո որդին էր։ Փառք Տիրոջ ներկայության համար մեր կյանքերում։ Եկեք մեր ամեն բերերը, հոգսերը, մտածմունքները, դժվարությունները եկեղեցուց դուրս թողնենք եւ մեր մտքերն ու սիրտն ու հոգին պատրաստենք Տիրոջը փառավորելու, մեծարելու եւ փառաբանելու։ Ամեն։ Ճարը մտնենք գողունակ սրտով պարաբանենք օրնյալ Տերոջ Երկնային տաճարը մտնենք գողունակ սրտով պարաբանենք օրնյալ Տերոջ Տանք պարքը բատիվը Գոթայում էր մեղքերով խաչը ելար քո հարյունով և մեզ մաքրեցիր Գոթայում էր մեղքերով խաչը ելար քո հարյունով և մեզ մաքրեցիր Տանք փառքը պատիվը և գողությունը Տեր Հիսուս բրկիչ պաշտում են քեզ ով արարիչ Քոնն է փառքն ու գողությունը Տեր Հիսուս բրկիչ պաշտում են քեզ ով արարիչ Տանք փառքը պատիվը և փառաբանություն ով Հիսուս աննման ես դու Տանք փառքը պատիվը և փառաբանություն ով Հիսուս
հույս ունենք, մեր պարծանքը, մեր կյանքը, ամեն ինչը։ Աչքերս փաստեր Հիսուսին տեսնեմ ականջս փաստեր Հիսուսից լսեմ Տեր օգնիր տեսնեմ Հիսուսին հոգով Դավանեմ նրան սերս աղոթքով Իմ սիրտը բաստեր Սուրբ հոգուն զգամ Իմ միտքը բաստեր Որ խոսքը ստանամ Տեր խոսիր ինձ հետ Քո անույս ձայնով Տեր հպվիր դու ինձ Քո սուրբ ձեռքերով Տեր օգնիր լսեմ Հիսուսի ձայնը Քաղցր խոսքերը իր սուրբ պատգամը Տեր օգնիր լսեմ Հիսուսի ձայնը Քաղցր խոսքերը իր սուրբ պատգամը Park Deroche. Amen. Ես ոչ ոքի չեմ վախենում Նա է իմ կյանքի ապավենը Ես ոչ ոքի չեմ սարսափում Տերն է իմ լույսն ու փրկությունը Ես ոչ ոքի չեմ վախենում Նա է իմ կյանքի ապավենը Ես ոչ ոքի չեմ սարսափում Ազատ եմ Իսուսի զորավոր անունով Ես ազատ եմ անեծքից, ներքից, մահից Թավանեք, որ ազատ ենք, հռչակենք մեր ազատությունը, ամեն Ես ոչ ոքի չեմ վախենում Նա է իմ կյանքի ապավենը Ես ոչ ոքի չեմ
չեմ սարսափում Ես ոչ ոքի չեմ վախենում Նա է իմ կյանքի ապավենը Ես ոչ ոքի չեմ սարսափում Ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով Մենք ազատ ենք Հիսուսի զորավոր անունով Ես ազատ եմ անեծքից, մեղքից, մահից Ես ազատ եմ Հիսուսի զորավոր անունով Ես ազատ եմ անեծքից, մեղքից, մահից Ազատ եմ անեծքից, մեղքից, մահից Փառք Տիրոջ, փառք Տիրոջ Պարգևների համար, ողորմությունների և օրհնությունների համար, հալելույա Քո սիրով ինձ այցելել ես Փրկություն ես պարգևել Քո կրկում գտել եմ ես խաղաղություն Եվ ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման Նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ Երգում եմ շնորհակալություն Շնորհակալություն Հիսուս Երգում եմ շնորհակալություն Շնորհակալություն Հիսուս Փոխարեն ես դու զոհվել Խաչի մահով ես մահացել Քո զոհով ինձ պարգևել ես կյանքավիտյան Հիմա կարող եմ քո հարյամ Քո առջև գալ համարձակ Ես կարող եմ նայել ուղիղ քո աչքերին Երգում ենք Փառքեզ Հիսուս Փառքեզի արքա Հիսուս Երգում ենք Փառքեզ Հիսուս Փառքեզ Տեր արքա Հիսուս Փառքեզ Տեր
Ուզում ենք երկենք Հիսուսի սերը մեծ է անսահման, չէ, շատ մեծ է, սահման չունի Տերոջ սերը, հալելույա։ Հոսում է հորդքետի նման, ինչպես է փյուր, շոյում է մեր հոգին, խորն է ու լայն սերը աստվածային, իսկ եթե չլիներ այս սերը, չէր լինի մեզ փրկություն, սերն է հավերժ կյանքի հույսը, որ գանվեց խաչին ու թափեց արյուն, սերն է հավերժ կյանքի հույսը, որ գանվեց խաչին ու թափեց արյուն։ Չիմացած, սիրեց և իրեն հակառակ մարդկանց, ովքեր խաչել էին գոչում, իսկ այժմ նա բոլորին է կանչում, իսկ եթե չլիներ այս սերը, չէր լինի մեզ փրկություն, սերն է հավերժ կյանքի լույսը, որ գանվեց խաչին ու թափեց արյուն, սերն է հավերժ կյանքի լույսը, որ գանվեց խաչին ու թափեց արյուն։ Շնորհակալ ենք Աստվածանից այս պահի համար, որ կարող ենք ազատորեն գանք և Տերոջը փառավորենք ու մեծարենք։ Ամենքը տորհնված մնաք, սիրելի եղբայր Ստիվից խնդրում եմ, ներկա լինեն, այո։ Չգեղեցիկ էր փառաբանությունը, չէ։ Երկահությունը իրոք գեղեցիկ է։ Եվ հիմա գրավիրենք երեխաները կան առաջ։ Ոնց եք երեխեք։ Երեխեք, ով է կարող ինձ ասի, աղոթքն ինչ է։ Աղոթքն ինչ է։ Կարա մեկը գիտի պատասխանը։ Աղոթքը, գիտեք երեխեք, էսա, որ մենք խոսում ենք Աստծու հետ։ Չէ։ Տերն ասում է, որ եթե որ մի բան կա մեր սրտի մեջ, ինչ որ խնդիր կամ ուզում ենք Տիրոջ հետ խոսանք, մենք կարող ենք իր հետ խոսանք։ Ամեն առավոտ եւ ամենից ես քաչալեր եմ, որ առավոտները որ արթնանում եք, աղոթքով սկսեք։ Ասեք Տեր Հիսուս ջան, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք քո բարիքների համար, շնորհակալ ենք քո նվերների համար, շնորհակալ եմ իմ մամայիս համար, իմ պապայիս համար։ Եվ այսպեսի ձեր օրը սկսեք եւ կտեսնեք, որ Տերը կօրհնի ձեզ։ Ամեն։ Փառք Հիսուսին, թող որ աղոթենք։ Տեր իմ Հիսուս ջան,
գալիս ենք քո ներկայության մեջ, հանձնում ենք քեզ Տեր ջան այս փոքրիկներին, կաղոթենք, որ դու իրանց առաջնորդես, իրանց կյանքի մեջ, կյանքի օրերը, կաղոթենք, որ քո արյան և պաշտպանության տակ լինի, որպես չարը ոչ մի բաժին չունենա իրանց կյանքի մեջ, և իրանք ապրեն քո ձեռքերի մեջ և քո ներկայության մեջ, ինչպես որ Դավիթն աղոթեց, ես խնդրել եմ Տիրոջից, որ ապրեմ իրա տաճարի մեջ, ամբողջ իմ կյանքիս օրերը, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն, Տերն օրհնի ձեզ երեխեք, գնացեք ձեր դասարանը, ամեն, Փառք Հիսուսին, սիրելիներ, և այսօրվա իմ խոսքը նախ իր title-ը լինում է վտանգը ապրել մարդկանց համար։ Գիտեք, իրոք վտանգ կա սրա մեջ։ Ես հիշում եմ միառ ժամանակ առաջ մի քանի հոգի ինձ մոտ կացան և ասեցին չի լինի մի քիչ ավել խոսաս Աստծո սերի մասին և մի քիչ ավելի քիչ խոսաս մեղքի մասին, մի քիչ խոսաս Աստծո հանդիմանանքի մասին և հետաքրքիր էր, որ օտար եկեղեցում միառ ժամանակ առաջ քանի հատ քույրեր և եղբայրներ այսպես խոսում էինք և իրանք ինձ մոտ կացան և ես նախադասությունով ասեցին մենք ուզում ենք, որ մեր եկեղեցին քանակները շատանան և գիտես, երբ որ հանդիմանում ենք մարդկանց դուրը չի գալի, մարդիկ սիրում են քաղցր խոսք, ուրեմն թող որ գանք և խոսանք այն բաները, որ քաչալերում է մարդկանց, այն բաները, որ մարդիկ ուզում են լսեն, թող որ դրանց մասին խոսանք և գիտեք այսպեսի եկեղեցիներ շատ կան և իրանք շատ կենտրոնացած են մարդկանց զգացմունքների վրա և իրանք կենտրոնացած են, որ մարդիկ ինչ են մտածում և իրանց քարոզները, իրանց լրիվ ծրագիրը սրա շուրջն են իրանք ծրագրում և բայց երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ ինչ ենք տեսնում, իրոք Հիսուսն էսպես էր, Հիսուսը նայում էր, որ քանակները շատանան, գիտեք որոշ եկեղեցիներն էսպես են մտածում, որ եթե մի 1000 հոգի կան լցվեն, այդ այսինքն successful եկեղեցի է, առաջադեմ է, ինչ-որ մի բան ճիշտ է անում, իսկ մի հատ եկեղեցի, որ մի քիչ պուճուր է, այնքան լավը չի, բայց Հիսուսն ինչպես էր, Հիսուսը տեսնում ենք, որ իրոք ինքը մտածում էր, որ մարդիկ ոնց են ընդունելու այդ խոսքը, որ ինքն ասում էր, դրա շուրջով էր ինքը կողմնորոշում ինչի մասին խոսա, նայում ենք տեսնում ենք, որ Հիսուսը մի անգամ ասում է, որ ով որ իմ մարմինն ուտի և իմ արյունը խմի, նա ինչ կլի կյանք ունենա և ժողովուրդը դուրները չի գալի, բայց Հիսուսն ինչ է անում, փոխում է իր խոսքը, որ դուրը գա ժողովուրդի, ոչ, տեսնում ենք քանի տեղեր, նույնպես էլ Հիսուսի խաչելության ժամանակ, որ Գեթսեմանի պարտեզում բռնում են Հիսուսին, թողնում են և գնում են որոշ խումբ Հիսուսի հետևորդները, բայց Հիսուսի խոսքը նույնն է մնում։
Տերը երեք այսօր եւ մինչօր հավիտյան նույնն է։ Երբ որ նայում ենք Դավիթի կյանքի մեջ, Դավիթը գրված է, որ անընդհատ ինքն աղոթում էր, Տիրոջ սրտի հետևից էր։ Բայց տեսնում ենք պահեր, որ իր հետևորդները, իր զինվորները թոնում են եւ գնում են։ Հիասթափվում են իրանից։ Բայց տեսնում ենք, որ Դավիթը շարունակում է իր ճանապարհը։ Չի հրաժարվում Աստծուց։ Եվ ուրեմն հասկանում ենք այս բաներից, որ մենակ քանակի մեջ չի։ Աստծո խոսքն ասում է, որ նեղ է այդ ճանապարհը, որ գնում է դեպի կյանք։ Բայց գիտեք, սիրելիներ, ես միշտ իմ խոսքը ձեր մոտ եղել է, որ մենք պետք է ձգտենք դեպի Աստծուն։ Ես իրոք իմ հասկացողությունով ավետարանից հասկացել եմ, որ ամբողջ մեր կյանքի խնդիրների պատասխանը Տերն է։ Եվ մեր Տերը Սուրբ Աստված է։ Եվ Մատթեոս 5:8 Հիսուսն այսպես է ասում, օրհնված են նրանք, որ սրտանց մաքուր են։ Blessed are the pure in the heart. They will see God. Իրոք մեր փափակը սա է, չէ, որ ուզում ենք Տիրոջ մոտ լինենք, իր ներկայության մեջ լինենք։ Եվ Տերն ասում է, եթե ուզում ես օրհնված լինես, եթե ուզում ես ինձի տեսնես, պետք է սրտանց պարզ լինես, մաքուր։ Էսի ճանապարհն է, որ Տերը պատրաստել է մեր համար։ Եվ այս ճանապարհը, գիտեք, transformation է պետք, ժամանակ է տևում։ Եվ գնալով մենք պետք է նմանվենք իրան, մեր Սուրբ Աստծուն։ Մի օրվա ասենց բան չի, որ ապաշխարում ենք ու վերջացավ, ոչ։ Գնալով մենք գնում ենք, Աստծո խոսքն ասում է, եւ կերպարանափոխվում ենք եւ նմանվում ենք իրան։ Բայց գիտեք, այս խոսքը շատերի մոտ ասենց բան չի, հաճելի չի, շատերն ուզում են լսեն, որ օրհնություն կարող ենք մենք ստանանք առանց մաքրելու մեզ, առանց ոչ մի բան անելու։ Ես հետաքրքիր էր մի հատ վիդեո եմ նայում, այս վերջերը, մի հատ անձնավորություն էր, քարոզիչ էր ինքը, եւ ինքը կանգնել էր մեծ ստադիոմի առջև, եւ այդ ստադիոմում համասերամոլները, գեյերը, դրանք ներսին մտնում այդտեղ, իրանց ծիածանի դրոշակներով եւ անվայել հանդերձներով, իրանք այտենց ներսին մտնում։ Ու այս քարոզիչը իրանց քարոզում էր հետևյալ խոսքը։ Ասում էր, որ Տերը ձեզի սիրում է։ Այդ պատճառով եմ ես եկել այստեղ, որտեղ որ Տերը ձեզի սիրում է։ Եվ չի ուզում, որ դուք գնաք կորուստ։ Բայց այս գործը, որ անում եք, այս կյանքը, այս մեղքը, Տիրոջ դուրը չի գալի։ Եվ պետքա փոխվեք։ Ճիշտ քարոզ էր քարոզում, չէ՞։ Եվ այս անձնավորությունները ես զարմացա, որ շատերը սրանց մեջից իրան մոտ կացան եւ ասեցին, գիտեք, ես էլ եմ հովիվ։ Իրանք անվայել հագուստներով, շատ զզվելի, ես էլ եմ հովիվ։ Ու Աստվածաշունչն էլ գիտեմ։ Ես գիտեմ Պողոս առաքյալի խոսքերը եւ գիտեմ Հիսուսի խոսքերը։ Եվ իրանք այսպես գնում առաջ եւ քանիս մեկ հոգի մենակ չէր, քանի հոգի, որ ասեցին, որ մենք էլ ենք հովիվ, մենք էլ գիտենք Աստվածաշունչը, մեր եկեղեցում շատերը կան, որ հոմոսեքշուալ են, հովիվն էլ հոմոսեքշուալ է, եւ այս քարոզը գնում է։ Հավատում ենք Աստծուն, բայց գիտես, կետեր կա,
որ այս կետերը մենք չենք ընդունում։ Մեկն ասեց, որ ես Պողոս առաքյալի նամակները չեմ ընդունում։ Մի ուրիշն եկավ, ասեց, գիտես, Լևիտիկսում գրված է, որ ինչ պետքա, ինչն է մեղք հոմոսեքսուալների տեսակետից, 5 ուխտը ես չեմ ընդունում։ Դրա պատճառով։ Մի ուրիշը եկավ ասեց, ինձ ցույց տուր Հիսուսը ինչ խոսքեր խոսած։ Այսինքն ես sense հասկացա, որ իրանք բարձ հավատում էին իրանց տեսակ հավատքը։ Բայց որոշ մասերը կտրում էին, ընդունում էին եւ որոշ մասերն ասում էին ոչ, դա չենք ընդունում։ Եվ զարմանալի բանն էր, որ իրանք այսպես շատ ուժեղ հավատք ունեին։ Բայց գիտեք Աստծո խոսքը այսպես է ասում. Ուրեմն այս խոսքը գայս է 2 Թիմոթեոս 4:3, ասում է ժամը կգա, որ մարդիկ ճիշտ մեկնաբանությանը չեն լսի, բայց իրանք կհետևեն իրանց ցանկությունների հետևից։ Եվ իրանք կհավաքեն իրանց համար ուսուցիչներ, որ ինչ կկարոզեն իրանց ուզեցած բաները, որ իրանց ականջները քորակալի որ լսի։ Եվ իրանք իրանց ականջները ճշմարտությունից հեռու կդարձնեն եւ կգնան դեպի հեքիաթներ։ Զարմանալի խոսք է։ Իրոք այսօրում մենք տեսնում ենք, որ ինչքան մարդիկ կան, որ իրանք մենակ են հաճելի բաների մասին են խոսում, որ Աստվածաշնչի մեջ կա։ Մերժում են այն բաները, որ նայում են տեսնում են մեկ քիչ իմ սրտովս չի, եսի կմերժեմ։ Բայց ես սիրում եմ Աստծո հրաշքներ, սիրում եմ ես Աստծո օրհնությունները եւ իր խոսմունքները, եւ այսպես բաների հետևից են։ Եվ ման են գալի, YouTube-ում լիք քարոզիչներ կա։ Ամեն մեկը որոշները խոսում են prosperity մասին, ով չի ուզենա նյութական օրհնություն։ Որոշները տեղ կան, հրաշքներ են կատարում։ Եվ այսպեսի մարդիկ գնում են ընդրա հետևից, որ իր սրտի հետ սազվում է։ Եվ կարող է հարցնեք սիրելիներ, որ ինչ խնդի, ինչ պրոբլեմ կա սրա մեջ։ Եվ պրոբլեմը որոշ չափով սա է, որ որոշ այս անձնավորություններն սկսում են հետևել մարդկանց։ Փոխարեն որ Աստծո խոսքը հետևում են մարդկանց, այսինքն ես հետևում եմ այսինչին, դու հետևում ես այնինչին եւ այսպեսի մենք մեր հույսը սրանց վրա է։ Եվ Երեմիա 9:24 այսպես է ասում, որ եթե ժողովուրդը մի բանով ուզում են իրանք հպարտանան, խոսան, Տիրոջ խոսքն ասում է թող որ իմանան եւ հասկանան Տիրոջը։ Սիրելիներ, մենք մարդկանց չենք հետևում։ Մենք հետևում ենք Տիրոջը։ Երբ որ մարդկանց լսում ենք հովիվներին, մենք պետքա քննենք իրոք այս անձնավորությունը, որ խոսում է, Աստծո խոսքն է խոսում, թե մի բան է խոսում, որ ուզում է հաճելի լինի։ Այդ ձևի մենք պետքա հասկանանք ճիշտ մեկնաբանությունը։ Պատկերացրու սիրելիս դու, եթե հույսը դնես մեկի վրա, այդ անձնավորությունը կարող է սխալվի ու քո հավիտենական կյանքը ռիսկի մեջ ես դնում, ինչա որ հավատում ես դրա խոսքը։ Բայց եթե մենք մեր հույսը դնենք Աստծո խոսքի վրա, Աստծո խոսքն ասում է, որ մենք չենք փոշմանի։
ուրեմն Գաղաթացիս 1:10 հետաքրքիր խոսք ասում, ասում է կամ մենք որոշում ենք անում, որ այնց հաճելի կյանք ապրենք ժողովրդի համար կամ Աստծու համար։ Այդ երկուսից մեկն է։ Եվ այսպես ասում, եթե ես փորձում եմ, որ մարդկանց հաճելի լինեին, ես Աստծո ծառան չիմ լինեի։ Շատ պետք է զգուշ լինենք, սիրելիներ։ Աստծուն ենք մենք ուզում հաճելի լինենք, չէ՞։ Այո, պետք է Աստծու հետևից գնանք։ Եվ Երեմիա 17:5 այսպես ասում, որ անիծված է այն մարդը, որ իր հույսը դնում է մարդու վրա, որ իր ուժը ստանում է մարդուց եւ իր սիրտը Աստծուց հեռու է։ Ուրեմն մեր հույսը, մեր ուժը պետք է գա Տիրոջից։ Մարդիկ կարող է դեմ լինեն մեզ, սիրելիներ, բայց մենք պետք է նորից շարունակենք Աստծո խոսքի մեջ։ Բայց կարող է ասես, որ դե մենք մարդ ենք, մենք սիրում ենք, որ լավ բաներ լսենք, եւ նույնն էլ ուզում ենք, որ մեզի քաչալերեն մարդիկ։ Գիտեք, մի քիչ խաբուցիկ է քաչալերելը։ Հիսուսը հետևյալ խոսքն է ասում Ղուկաս 6:26, ասում է շատ զգուշ եղեք, երբ որ ամենը սկսում են լավ բաներ ասել ձեր մասին, որտեղ որ նույնն էլ արեցին սուտ մարգարեների մասին։ Հիշում եք սուտ մարգարեները, ինչու պետք է սուտ մարգարեների մասին լավ բաներ ասին։ Սուտ մարգարեներն ինչ են անում։ Սուտ մարգարեները գնում են թագավորի գահի առջև, ասում են, որ Տերն ուզում է օրհնի քեզ։ Դու պետք չի, որ ապաշխարես։ Դու պետք չի, որ ոչ մի բան անես։ Այո, մեղքես գործի ոչինչ, Տերը կների։ Եվ այսպես թագավորներն ընդունում են այս սուտ մարգարեներին իրանց պալատի մեջ եւ ասում են, որ դու տեղ ունես մեր մոտ։ Եվ այսպես իրանք քաչալերվում են, բայց Հիսուս դեռ ասում է, ինչ վատ է ձեր համար, որ այսպես քաչալերվում եք սխալ խոսք ասելով։ Քաչալերել կա եւ քաչալերել կա։ Ես չեմ ասում ամեն քաչալերելը վատ է, բայց գիտեք, եթե մեկը քաչալերում է մեզ, որ շարունակենք սխալի մեջ կամ մեղքի մեջ, այդ անձնավորությունը սուտ մարգարե է, ճիշտ մեկը չի, եւ մեր օգտին չի էտի, մեզից չի սիրում այդ անձնավորությունը, եւ այս քարոզիչը, որ պատմեցի, իրան էլ նույն բանն եկան հարցրեցին, ասին, դու ատողություն ես սովորացնում, եւ ինքը շատ սիրուն բան ասեց, գիտես, եթե ես տեսնեմ մեկը, որ հաստատ գնում է ընկնի կրակի մեջ, վտանգի մեջ է իր կյանքը, ու ես ոչ մի բան իրան չասիմ, ես մենակ քաչալերեմ այդ ընթացքում, ուր կլներ իմ սերս, ուր է իմ սերս, եթե իրան թույլ կտամ, որ էթանգնի կրակի մեջ, առանց իրանց հանդիմանելու, առանց իրան զգուշացնելու, այսինքն ես սեր չկունեմ իմ մեջ, անտարբեր եմ այդ անձնավորության հանդեպ, ուրեմն զգուշ թող որ լինենք քաչալերելուց։ Եվ գիտեք, Հայտնություն 22:19 այսպես խոսքը ասում, եթե մեկը որևէ խոսք վերցնի, այսինքն հանի
Աստվածաշունչից, Աստված նույնպես իր անունը եւ իր բաժինը կվերցնի Սուրբ Երուսաղեմ քաղաքից իրան կհանի, այսինքն կյանք չի ստանա։ Եվ նույնպես էլ երկրորդ օրինաց 4:2 այս նույն խոսքը կրկնվում է։ Հին ուխտի մեջ եւ նոր ուխտի մեջ։ Իրավունք չունենք մի բան ավելացնենք եւ իրավունք չունենք մի բան բացացնենք։ Երկրորդ օրինաց 4:2 ասում է մի ավելացրուր եւ մի պակասացրուր իմ պատվիրաններից, այսի Տերն է խոսում, որ դու ստանաս կյանք, որ ունենաս կյանք եւ Աստծո խոսքմունքներին հասնես։ Չպետք է Աստծո խոսքից պակասացնենք կամ ավելացնենք։ Եվ գիտեք, որոշները կարող է նայեն եւ ասեն, բայց այս որոշ բաները ես չեմ հասկանում։ Ինչ ասեմ դրա մասին։ Մի հատ հետաքրքիր բան է լինում հայտնության մեջ, որ նույնպես լինում է Երեմիա գրքի մեջ եւ Եզեկիալի մեջ։ Ուրեմն հայտնություն 10:9 համարը հրեշտակը Աստծո գալիս է Հովանեսին եւ ասում է, որ Աստծո խոսքն եմ ես տալի։ Մի հատ սկրոլի մեջ փաթաթված տալիս է եւ իրան ասում է կեր Աստծո խոսքը։ Եվ իրան ասում է, որ բերանիդ մեջ շատ քաղցր կլինի, ճիշտ մեղրի պես։ Բայց երբ որ գնաց ստամոքսիդ մեջ կդառնա դառը։ Եվ ես միշտ նայում եմ այս խոսքը եւ զարմանում եմ, որ ինչի պետք է Աստծո խոսքը դառը լինի։ Ինչի միշտ չի կարող Աստծո խոսքը քաղցր լինի միշտ։ Չէ՞։ Բայց հետաքրքիր բան գաղտնիք ձեզ ասեմ։ Ես ինչպես գիտեք, ես դեղագործ եմ եւ ամենալավ դեղերը ձեզ ասեմ, որ դառն են։ Պենիսիլին, եթե դուք փորձեք համը, կտեսնեք, որ դառն է համը։ Դառնությունն էլ իր օգուտն ունի, սիրելիս։ Պատկերացրու, եթե դու միշտ քաղցր ուտելիք ուտես, քո առողջությունը ինչ վիճակում կլինի։ Լավ չի լի, չէ։ Պրոբլեմներ վարդ կունենա։ Տերը դառնությունն էլ մեզ սիրելով թույլ է տալի եւ իր խոսքը Տերն ինքն ասում է մի մասը դառնա։ Սկիզբները քաղցրով ես սկսում, բայց երբ որ հասունանում ես, կարող է դառնություններ կա քո կյանքի մեջ։ Բայց այդ դառնություններն Աստված չի բերում, որ մեզի կործանի, թույլ է տալի մեր օգուտի համար, մեզի ուժեղացնելու համար, թող որ մենք նույնպես չմերժենք դառը կետերը, որ մեր լեզվով կարծում ենք դառն է Աստծո խոսքից։ Գիտեք, որոշ բաներ կա, որ ես ինքս չեմ հասկանում։ Աստծո խոսքը ամեն ինչ ես չեմ հասկանում եւ ձեզ էլ չեմ ասում, որ ես լրիվ հասկանում եմ։ Ես Աստծո խոսքը 40 անգամ ավել կարդացել եմ ձերից ձեր։ Բայց ես այդ պարզ ես կիսվում եմ, որ ամեն ինչ ես չեմ հասկանում։ Եվ պետքա մենք խոնարհ լինենք Աստծո առջև։ Գանք Տիրոջ առջև եւ ասենք Տեր, կարող է ես ամեն ինչ չեմ հասկանում։ Ես խոնարհությամբ ես դավանում եմ եւ խնդրում եմ, որ դու ինձի սովորացնես։ Դու ինձի ցույց տուր քո ճանապարհը։ Եվ ես քեզ վստահում եմ։ Տերը այսպեսի սիրտ է ուզում։ Պարտադիր չի, որ մենք ամեն ինչ հիմա հասկանանք։ Մենք երբ որ գնանք երկնքում, գրված է այն ժամանակ Տերը մեզի ամեն օր մի նոր հայտնություն կունենանք եւ կսովորենք։ Շատ բաներ ունենք սովորելու,
Մեր Տերը, ինչպես երկեցինք, անսահման է։ Մենք չենք կարող ամեն ինչ հասկանանք, բայց մենք վստահում ենք իրան։ Ամեն։ Եվ գիտեք, մի հատ օտար վիդեո եմ նայում եւ մի հատ հավատացյալ զույգ էին։ Այսպես քայլում են փողոցում եւ մի հատ անձնավորություն մոտ կանում է իրանց եւ այս հարցն է հարցնում այս կնոջին, ասում է, որ եթե դու լրիվ ազատություն ունենայիր, այսինքն քո ամուսնու կողմից ազատություն ունենայիր, դու ինչ կորոշիր։ Կարող է որոշիր, որ օտարի հետ գնայիր կամ օտար ինչ որ կյանքդ տարբեր ձևով փոխիր։ Քո ամուսնուց հեռու, օտարի հետ միգուցե։ Եվ այս կինը հետաքրքիր բան է պատասխանում։ Ասում է, որ ես քրիստոնյա եմ։ Ես, որ հավատարիմ եմ իմ ամուսնուս, մենակ այն պատճառով հավատարիմ չեմ, որ իր սիրտը չկոտրեմ։ Ես հավատարիմ եմ իրան, որտեղ իմ Աստծուն եմ սիրում։ Եվ իմ Աստված, ես չեմ ուզում, որ իմ Աստծուն վիրավորեմ։ Ես ուզում եմ, որ սիրեմ իմ Աստծուն նախ եւ առաջ եւ հետո իմ ամուսնուն։ Եվ սիրելիներ, հիմքը մեր հավատքի հենց էսա, սերն է։ Սերն է։ Երբ որ մենք սիրում ենք Տիրոջը, չենք ուզում իրան վիրավորենք։ Երբ որ մենք սիրում ենք Տիրոջը, իր խոսմունքներով ենք առաջ գնում եւ իր պատվիրաններով ենք առաջ գնում։ Եվ չենք ցանկանում սխալ բաներին։ Տերն է այսպեսի սիրտ է ուզում։ Եվ սիրելիներ, ամենս նայեք, ես էսել եմ ուզում ավելացնեմ, Աստծո խոսքն այսպես է ասում, որ ամենս սկսում ենք ճիշտ կաթնակեր երեխու պես, կաթ ենք ուտում սկիզբները։ Բայց երբ որ աճում ենք, պետք է կամանց սկսենք միս ուտելը։ Եվ երբ որ մենք փոքր քրիստոնյա ենք, մանուկ ենք Աստծո մեջ, ինչ է մեր աղոթքը։ Մեր աղոթքը հաճախ այսպես է գնում, որ Տեր ինձի ների, Տեր ինձի օրհնի, եւ Տեր թող որ իմ կյանքս փափուկ լինի, լավ լինի։ Չէ՞։ Բայց գիտեք, պահ է գալի, որ մենք պետք է աճենք։ Ինչպես որ երեխան էլ նույնպես, պահը գալիս է, մենք փոքր բալիկ ունենք, ինչպես որ գիտեք, հիմա ամեն կողմից մեր ուշադրությունն է իրան պետք։ Ինչ որ ասած այդ կաթը, որ ուտում է, մենք պետք է պահենք շիշը, որ ինքն ուտի։ Շիշը ինչ որ ասած, եթե բաց թողնենք, ինքը չի այդքան կարող որ բռնի։ Բաց է թողնելու։ Բայց պահը գալիս է, որ սիրելիս ինքը պետք է բռնի այդ շիշը։ Նույնպես պահը գալիս է հավատքի մեջ, որ մենք պետք է ինչ որ աճ ունենանք։ Տերը նույն ձևով մեզ չի նայում, ինչ որ մեզ նայում էր 5 տարի առաջ։ Պատկերացրեք, եթե իմ երեխաս 5 տարեկան լինի ու հələ չոչ անում։ Ահավոր բան կլինի, չէ՞։ Բայց գիտեք, այդ ճանապարհը, որ ինքն հասնում է, որ քայլի, այդ ճանապարհի մեջ դառնություններ կա։ Այդ ճանապարհի մեջ արդյունք կա։ Եվ նույնն էլ Աստված թույլ է տալի մեր կյանքերի մեջ։ Պահեր կարող է դառնություն լինի, մենք նայենք ասենք, Տեր, բայց ինչի էսպես եղավ։
Ինչու չէր կարող հանգիստ լիներ։ Բայց իմացեք սիրելիներ, որ Տերը ուզում է մեր լավը։ Ուզում է, որ մենք աճ ունենանք, կանգնենք մեր ոտքի վրա եւ իրան հետևենք։ Եվ առանց դժվարության էսի չի լինում, դժբախտաբար։ Ինչ որ ասած մեր ոսկորները, որ աճում են փոքրուց, անգլերենով ասում են growing pains։ Ոսկորները, որ երկարում է, ցավ է լինում։ Բայց այդ ցավը լավ ցավ է։ Երկու ձևի ցավ կա, սիրելիներ։ Ցավ կա, որ մեր մեղքի պատճառով է ցավն է գալի, այդ մեկը չենք ուզում։ Բայց նույնպես էլ ցավ կա, որ երբ որ մենք ճիշտն ենք անում, երբ որ մենք հավատարիմ ենք մնում Տիրոջը, ինչպես որ Հիսուսի առաքյալները հավատարիմ մնացին, բայց ցավ քաշեցին։ Ուրեմն թող որ չհրաժարվենք ցավից, չհրաժարվենք դառնությունից։ Երբ որ լավն ենք անում, ճիշտն ենք անում, եւ պատասխանը գալիս է դառնությունով, թող որ չհրաժարվենք մեր հավատքից, թող որ մենք հավատարիմ մնանք Տիրոջը մինչև վերջ։ Եվ իմացեք սիրելիներ, Տերը տեսնում է մեր ցավը։ Հավատարիմ մարդու ցավը Տիրոջ համար շատ արժեք ունի։ Շատ արժեք ունի։ Ես համոզված եմ, որ այդ գիրքերից մեկը, որ երկնքում Տիրոջ գահի կողքն է դրած, մեկը հենց այդ մեր ցավերն է, որ հավատարիմ ենք մնացի եւ ցավ ենք քաշի իր համար։ Տերը սիրում է։ Գիտեք, մեկ մենք ցավի մեջ որ անցնում ենք, մտածում ենք, որ միգուցե Տերը մոռացել է մեզ։ Միգուցե մի բան ես սխալ եմ անում։ Բայց տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, որ ով որ ճիշտ է արի, ըտրա հետևյալքում մենակ փափուկ կյանք չի եղի։ Դավիթի կյանքում նայում ենք ինչքան խնդիրներ ա ունենում։ Սավուղը թագավորը փորձում է իրան սպանի։ Իրա մարդիկ մի պահա գալի որ թոնում են, գնում են։ Ուզում են իրան քարկոծեն մի օտար տեղ։ Երբ որ նայում ենք Եղիայի կյանքը, պահա գալի որ այնքան իրան նեղացնում են, ինքը ասում է Տեր, լավ կլինի իմ կյանքս վերցնես։ Բայց գիտես, հետո տեսնում ենք Եղիան Mountain of Transfiguration-ի վրա Հիսուսի հետ խոսում է։ Տերն ինչքան իրան արժեքավորում է։ Ինչքան ինքը մի տեղ է կանգնած, որ Տերը հարգում է։ Միք մոռացեք Ստեփանոսին։ Քարկոծված ցավի մեջ գրված է Տերը կանգնեց իր գահից եւ հրեշտակներով ամենը նայումին, որ ինքը հավատարիմ մնաց, մինչև որ վերջ։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ քաչալերեմ, մի գնայի ձեր դժվարության, մի գնայի դառնությունին եւ մի գնայի ցավին։ Տերը ձեզ սիրում է շատ եւ արժեքավորում է եւ մի օր վերջի օրում կհայտնվի ով է իրոք հետևորդը Հիսուսի եւ ով է մենակ լեզվով հետևում Հիսուսին։ Ոչ մի անգամ միք թողեք որ իրավիճակները ձեզի հուսահատեն։ Ամեն։ Թող որ աղոթենք։ Տեր իմ Հիսուս ջան, գալիս ենք քո ներկայության մեջ, խորին շնորհակալություն ենք հայտնում քեզ Տեր, որ դու բարի Աստված ես։ Դու հոգ ես տանում մեր համար։ Դժվար պահին դու բարի ես։ Քաղցր եւ ուրախ ժամին նույնպես դու բարի ես։ Շնորհակալ ենք Տեր ջան։ Շնորհակալ ենք բոլոր քո բարիքներիդ համար։ Կաղոթեմ Տեր ջան, որ քո Սուրբ Հոգով
մեզի զորություն տաս, որ մինչև մեր վերջի շունչը հավատարիմ մնանք քեզ, սիրենք քեզ, ամբողջ մեր սրտով, ամբողջ մեր մտքով և մեր էությունով, թող որ մեր կյանքը անուշահոտ խունկ լինի քո առջև, ընդունելի և գեղեցիկ, Տեր իմ Հիսուս ջան, կաղոթեմ նույնպես սիրելիներիս համար, թե որևէ մեկը դժվարության մեջ է քայլում, Տեր ջան, կաղոթեմ, որ դու իրանց քաչալերես քո Սուրբ Հոգով, մխիթարես Սուրբ Հոգի ջան, դժվարությունը ցույց է տալի մեր սերը, կաղոթեմ, որ հավատարիմ լինեն մինչև վերջ, Հիսուս Փրկիչի անունով եմ աղոթում, դու իրան ցույց տուր, որ հույսը դու ես, ապագան, Տեր ջան, մեր ապագան դու ես, և մի օր մենք ստանալու ենք մեր հանգիստը, քո արքայության մեջ երկնքում, Տեր ջան, քո Սուրբ Հոգով մենք ունենք զորություն, առանց քեզ, Տեր ջան, մենք կորած ենք, մենք թույլ ենք, բայց քո Հոգով մենք կարող ենք կանգնենք, ավելի քան հաղթող ենք, քո միջոցով, Տեր ջան, փառք ենք տալի քեզ, Տեր, և կաղոթեմ նրանց համար, որ կապանքի մեջ են, Տեր ջան, կաղոթեմ, որ ազատագրված լինեն Հիսուս Քրիստոսի անունով, միաբանվում ենք և համաձայնվում եմ իրանց հետ և կողպում ենք բոլոր դիվական ծրագիրը, որ կուզենա ձախողի և հեռվացնի քեզանից, Տեր ջան, դու եկար, որ ազատագրես բանտարկյալներին և նրանք, որ կապանքի մեջ են, դու եկար, որ մեղքի գործը միջից տանես, չարի գործը միջից տանես, և փառք ենք տալի քեզ, Տեր ջան, մեր հույսը դնում ենք քո վրա, մեր հույսը մարդու վրա չի, մեր հույսը հովիվի վրա չի, մեր հույսը դու ես, փառք ենք տալի քեզ, Տեր, շնորհակալ ենք, որ դու լսում ես մեր աղոթքը, շնորհակալ ենք, որ դու բարի ես, կաղոթեմ, որ քո քաղցր ներկայությունով խաղաղություն տաս և հաղթանակ տաս, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն, փառք Հիսուսին, և այո, փառքը միակ Տիրոջը, և գրավիրեմ սարգսակներին կան առաջ, և մեր նվերները կհավաքենք, այո, Տեր ջան, նույնպես կաղոթենք նրանց համար, որ նվեր են տալի, Տեր ջան, քո տանդ մեջ, դու ասեցիր դատարկ ձեռով մի կարի իմ տունը, Տեր ջան, գալիս ենք և նվիրում ենք քեզ, ուզում ենք ասենք, որ սիրում ենք քեզ, Տեր ջան, մեր նվերներով, և շնորհակալ ենք, Տեր ջան, այն ինչ որ դու տվել ես, այն ինչ որ ունենք մեր կյանքի մեջ, քեզանից է, և ուզում ենք, որ մի փոքր մասնիկը տանք քեզ, շնորհակալ ենք, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, և կաղոթեմ, որ նա որ տալիս է, քո օրհնությունն ունենա, Տիրոջ օրհնությունը լինի իր կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, փառք Հիսուսին, և նույնպես ուզում եմ ավելացնեմ, որ շատերդ Ասղիկի համար սեր եք ցույց տվի և հարցնում եք իր մասին, Ասղիկը շատ ուրախ է, նույնպես մեր բալիկն էլ շատ ուրախ է,
մեկ քիչ անկուն գիշերներ ենք անցկացնում հիմա, բայց Փառք Հիսուսին ամենը առողջ են եւ լավ են եւ Աստղիկը ձեզ ջերմ բարևներ ա ուղարկում եւ շատ շնորհակալ ա ձեր սերի եւ ուշադրության համար։ Տերը օրհնի ամենիդ եւ նյար ժամից հետո մեկ քիչ որ բալիկը մեծանա, իրանք էլ նույնպես կգան եկեղեցի եւ իրանց էլ կտեսնեք մոտքից։ Anyway, շնորհակալ ենք։ Եվ հիմա եթե մեկը ունի վկայություն, նույնպես ժամը կտրվի իրանց, կարող եք կիսվեք մեր հետ, եթե մեկը կա։ Եթե մեկը չկա, քույր Ադրինե հայտարարություն բան չունենք, օքեյ, շատ լավ։ Մի բան ես ուզում եմ ավելացնեմ, ուրեմն չորեքշաբթի օրերը մենք ունենք աղոթքի ժողով առավոտվա 10-ին եւ նույնպես էլ այո երիտասարդների ժողով ունենք շաբաթ գիշեր ժամի 7-ին կքաչալերենք որ ձեր երիտասարդներին քաչալերեք իրանք էլ գան Աստծո խոսքը լսեն։ Գիտեք տարբեր ձևերով չարն ուզում է շեղի երիտասարդներին։ Երիտասարդները երեխաները մեր ապագան են։ Մեր գանձն են, ինչպես որ շատ մայրերն են ասում։ Թող որ իրանց ուղակցենք ճիշտ ճանապարհի մեջ։ Ճիշտ ճանապարհի մեջ, որ հետո որ ծուռը լսում են, իրանք հրաժարվեն ծուռից, իմանալով ճիշտը որն է։ Եվ նույնպես էլ գալացող ամսվա մեջ մենք ուզում ենք, որ պիկնիկ ունենանք, մեկ քիչ խոսակցությունների մեջ կլինենք, մենք երևի կհայտարարենք մանրամասը, բայց շատ կուզենանք, որ եղանակը մեկ քիչ որ տաքանում է, միասին գնանք եւ բնության մեջ շփվենք իրար հետ։ Ինչպես? Այո։ Փառք Հիսուսին։ Տերն օրհնի ձեզ եւ գնացեք Տիրոջ խաղաղությունով։ Ամեն։